Սարի թաղի գործով 10 ամբաստանյալներն արդեն 1 տարի է առանց հասցեական մեղադրանքի գտնվում են անազատության մեջ։ Սա իշխանությունների կանխամտածված վերաբերմունք է Սարի թաղցիների նկատմամբ, կարծում է պաշտպանական կողմը։ Ցույց են տալի, որ տեսեք, մենք կարող ենք պատժել ձեզ, ձեր իրավունքների ինչ-որ կերպ իրացնելու։ Այս կոնտեքստում նաև, որ մենք վատ վիճակում ենք գտնվում, ՊՊՑ-գունդը գրաված, ամենք միջոցներ ենք, իսկ դուք հենց ձեր գազ, հոսանք, տրանսպորտ ենք ասում։ ՊՊՑ-գնդի գրավումից հետո Սարի թաղցի երիտասարդները դուրս էին եկել փողոց զուտ իրենց կենցաղային խնդիրները լուծելու պահանջով։ Այն, որ այդ պահին կռիվ է սկսվել եւ քարերով հարվածել են ոստիկանների ուղղությամբ, ըստ ամբաստանյալների հարազատների նախապես պլանավորված է եղել։ Այդ քարքցողն էլ է եղել քաղաքացիական հագուստով ոստիկանները, որ իրանք հրահրել են։ Իրանց մեջ շատ մարդիկ են եղել, որ իրանք գիտեն։ Ամբաստանյալի աթոռին նստածները ոչ մի կտրուկ գործողությունների այդ օրը չեն դիմել, պարզ է դարձել նաև դատական նիստերի ընթացքից։ Այդ ոստիկաններն ախր չեն ասում, որ կոնկրետ սա մեզ քարով խփում էին։ Եթե անհատականացնեին մեղադրանքները, որ ասենք X անձնավորությունը քարը նետել է, կպել է այսինչ ոստիկանին եւ վնասվածք է պատճառել, այդ անձը կպատասխանատվության կենթարկվեր ու ինքն էլ կհասկանար ինչի համար է պատասխանատվության ենթարկվում։ Բայց հիմա 10 հոգի մեղադրվում են այն բանի համար, որ ինչ որ մեկը քար է նետել եւ կպել է։ Գրեթե բոլոր ամբաստանյալները 1 տարվա ընթացքում առողջական խնդիրներ են ձեռք բերել հարազատների խոսքով Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում նրանց համար անտանելի պայմաններ են ստեղծում, որպեսզի նրանք ընդունեն մեղքը եւ ինչպես խոստացվել էր դրանից հետո ազատ արձակվեն, բայց այս խոստմանը նրանք չեն հավատում։ Դեմ եմ եղել այդ մեղք ընդունելուն, քանի որ մեղք ընդունելուց մենք չենք կարող արդեն եւ վճռաբեկ եւ վերաքննիչ, քանի որ այնտեղ էլ հստակ ասում է, որ մարդ իր մեղքը վերցրել է, փաստորեն ինքը արել է այդ արարքը, իսկ հոդված է այնպեսին է 5-ից 10 տարի, պատկերացրեք մեղք վերցնեն ու դատապարտվեն 5-ից 10 տարի։ Մենք հարց բարձրացինք, ինչի է ամբողջի միջից 10 հոգի պետք է պատժվի, ասին եթե այդ 10 հոգին չպատժվեց, դա կլինի Հայաստանի Հանրապետություն նախադեմ։ Այսինքն այդ թիրախ այդ 10 հոգին է, խեղճ ընտանիքների 10 հոգին է, այդ օլիգարխների երեխեքը, որ լկտիություն են անում, բառի զբուն իմաստով, կարան իրանք փողոցի մեջ ատրճանակը պայեն մարդկանց գլխին կրակեն եւ իրանք չնստեն։ Ձեզ կարելի է, ինչ որ 10-ը բարձրացնում են իրենց կենցաղային խնդիրները, իրենց չի կարելի։ Եթե առաջիկայում 10 ամբաստանյալներին անհատական մեղադրանքներ չտրվի, ըստ պաշտպանի ամենայն հավանականությամբ արդարացման դատական ակտ կլինի, իսկ եթե ոչ, ապա պաշտպանները որոշել են հասնել մինչև Եվրադատարան։